Հոկտեմբերի 24-ին տնտեսագիտական համալսարանի 50 ուսանողներ ուղևորվեցին Արցախ։ Ուսանողներին էին միացել նաև պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը եւ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դասախոս Մհեր Աղալովյանը։ Այս այցելությունը իրագործվեց սեպտեմբերի 12-ին համալսարանում կազմակերպված միջոցառման արդյունքում, երբ բուհում հյուրընկալվեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ուսանողական խորհրդի եւ Պաշտպանության նախարարության միջև ձեռք բերվեց հետագա համագործակցության պայմանավորվածություն։ Եվ այսպես մեր խումբը ճանապարհ ընկավ դեպի Արցախ։ Առավոտից մինչև ուշ գիշեր տևած ճանապարհը վերջապես հասավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին պաշտպանական շրջանի Զորամաս։ Երբ խումբը Զորամաս հասավ, արդեն կեսգիշերին մոտ էր։ Արագ համտեսեցինք մեզ համար պատրաստված ընթրիքը, դիտեցինք երեկոյան տողան, այնուհետև ուսումնական լսանում կայացավ հանդիպում Զորամասի հրամանատարության եւ սպայական կազմի հետ, որից հետո ուղևորվեցինք Զորանոց։ Հագեցած օրակարգով երկրորդ օրը սկսվեց վաղ առավոտյան վերկացով եւ նախաճաշով։ Այնուհետև ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ Զորամասում հյուրընկալվեցին բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ, ովքեր այդ օրերին Արցախի պետական համալսարանում անցկացնում էին դասախոսությունների շարք։ Հանդիսավոր տողանի արարողությանը նախ ներկաներին ողջունեց Զորամասի հրամանատարը։ Պարոնայք զինծառայողներ, այսօր Հայաստանի Հանրապետությունից պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները ռեկտոր պարոն Աթոյանի գլխավորությամբ ներկայացել են Զորամաս երկու օր զինվորների հետ իրենց առօրյան հասկացնելու, ծանոթանալու զինվորական կյանքին, ծանոթանալու նաև մարտական դիրքերին եւ զինվորներին, այսպես կարելի ասած, օգնելու ընդհանուր խնդրում եմ, որպեսզի ուսանողները գնան եւ խրամատ փորեն, օգնած լինեն մեզ բոլորիս։ Բարձր ծափարությունները ողջունում եմ։ Զինծառայողներին իր ողջունի խոսքը հղեց ռեկտոր Կորյուն Աթոյանը, ով կարևորեց բուհ բանակապն ու բարի ծառայություն մաղթեց զինծառայողներին։ Մեր ուսանողական խորհուրդը բազմիցս այցելություններ է ունեցել տարբեր զորամասեր։ Կարծում եմ, որ դա ողջևորում է եւ զինվորներին, զինվորը հասկանում է, որ ողջ ժողովուրդը, ողջ պետությունը, ուսանողությունը, դասախոսը ապրում է նաեւ իրեն հոգսով, իր կողքին է, եւ նաեւ ուսանողությունը հասկանում է, թե ինչ բան է պետություն, ինչ բան է բանակ։ Նախ ասեմ, որ ես հպարտ եմ հայոց բանակով, հպարտ եմ նաեւ մեր զինվորներով, այս մի քանի րոպեները, որ իրենց հետ եմ նայում եմ, տեսնում եմ, թե ինչ ոգի ունեն մեր զինվորները, հպարտ եմ նաև, որ այստեղ ծառայում են նաև մեր համալսարանի ուսանողները, ամենաշատ, որ մաղթում եմ, դա առողջություն, հաջողություն, անփորձանք ծառայություն։ Այս միջոցառումը անցկացվում է ուսանողական խորհրդի 21-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հետ համատեղ։ Հիմքերը, որոնք տասնամյակներ տարիներ շարունակ եղել են ուսանողական խորհրդում, այն է ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը, այսինքն նկարականատեսն ենք լինում դրա փայլուն իրագործմանը, փայլուն կատարմանը եւ ասածից վառ ապացույց այսօրվա այս երրորդյա այցն է դեպի Հադրութի Զորամաս։ Զինվորներին մաղթում եմ խաղաղ ծառայություն, որպեսզի բոլորը իրենց ծառայությունը լավ անցկացնեն, հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարեն եւ վերադառնան իրենց ընտանիքների։ Հանդիսավոր մասի ավարտից հետո ուսանողները շրջեցին Զորամասի տարածքում, ծանոթացան կառուցվածքին, ստորաբաժանումներին եւ զինվորի առօրյային։ Նշենք նաեւ, որ ուսանողները դատարկաձեռն չէին այցելել եւ Զորամասին նվիրեցին հեռուստացույց, գրքեր, սպորտային պարագաներ եւ հանդերձանք, ինչպես նաեւ քաղաքացիավենիք նախատեսված բոլոր զինծառայողների համար։ Այն փաստը, որ այսօր մենք այստեղ ենք ձեր հետ միասին, արդեն կարծում եմ անխոս ամեն ինչ ասում։ Որտեվ տղաներ, որ մի մասը ծառայել է, մի մասը չի ծառայել, ու սրանով ցույց են տվում, որ մեր երիտասարդները շատ բարձր լավ բարոյական վիճակում են գտնվում, պատրաստ են, ոչ մի բան չի փոխվել։ Եվ ես իմ կողմից եւ մեր շատ դասախոսների անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ կաք, որ այսպեսին եք։ Զորամասում, որ հյուրընկալվել էինք մենք, քիչ չէին նաև տնտեսագիտական համալսարանի ուսանողները, ովքեր կիսատ թողնելով ուսումը այժմ անցնում են ժամկետային ծառայություն։ Մինչև հիմա որ եկա է բանակ, շատ եմ կարոտում, ուսանողական կյանքը շատ հետաքրքիր էր անցնում, թե դասերը, թե մնացած միջոցառումները։ Ես որ գոհ եմ։ Բոլորին նախ բարևում եմ, շատ ջերմ կարոտել եմ բոլորին, ուսանողական անձնակազմին, իմ կուրսեցիներին։ Հագեցած օրվա հերթական կարևոր դրվագ ուսանողների հանդիպումն էր այն ազատամարտիկների հետ, ում պայքարի գնով ազատագրվել էր Արցախի այս հատվածը։ Լավ բան ասենք, որը զոհ չի եղել, այդ օրերը լավ օր է եղել։ Բայց որ զոհը եղել է, լավ օրերը քիչ է եղել։ Միշտ սաղ թուրքը, ինչքան տարածքներ կա, թուրքը նստած է եղել սաղ այս տարածքների վրա։ Այս սաղ
այս դիրքերը նստած այրել։ Փառք Աստծո, ազատ եք։ Հələ պիտի երևի մի քիչ էլ կիշնեք կազատոյ։ Այցելել Զորամաս եւ չլինել հրաձգարանում ու մարտական դիրքերում պարզապես չէին կարող։ Իսկ նշված վայրեր տանող ճանապարհին այնքան մեծ էր ուսանողների ոգևորությունը, որ զգացմունքների արտահայտման միակ միջոցը հայրենասիրական երգերն էին։ Պատմեմ ձեզ հայլաթի մահը գիրից, անգել ճանգիրից, խմող անմարուշենը թեք, քանի արյուն է ձեր մետ իմացեք, նոր կազմավորված հայոց բանակի Առաջին զինվորն եք, բարով գնացեք Պատերազմ են գնում, ուրախ գնացեք Բախանի արյունն է, ձեր մեջ իմացեք Նոր կազմավորված Կրակային ավանում ուսանողները նախ սովորեցին ճիշտ կրակ վարելու կանոնները, այնուհետև հնարավորություն ունեցան կրակելու տարբեր տեսակի հրաձգային զենքերից։ Նշենք նաև, որ մեր ուսանողները, որոնց թվում քիչ չէին դեռևս ծառայություն չանցած տղաները, աչքի ընկան դիպուկությամբ։ Այսքանով նախնական պատրաստվածությունը կարելի էր համարել ավարտված եւ հերթը մարտական դիրքեր այցելելուն էր։ Սովետական ժամանակվա ցուցանակը հուշում էր ճանապարհի ճշմարտացիությունը, ուղղությունը դեպի Բաքու։ Մենք գտնվում ենք Հադրութի պաշտպանական շրջանի մարտական դիրքերից մեկում, ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա մեր մարտական դիրքերից։ Մարտական դիրք, ուր այցելեցին մեր ուսանողները, հեռու էր հակառակորդի կրակակետերից ընդամենը մի քանի մետր եւ կանոնների պահպանությունը այստեղ դառնում է կենսական։ Հենց այստեղ մարտական դիրքերում է, որ յուրաքանչյուր մարդ զգում է մեր բանակի կարևորությունը։ Կարևոր է նաև նման միջոցառումների անցկացումը, որը այս անգամ պատվով իրականացրեց մեր ուսանողական խորհուրդը։ Մենք այսօր դիրքերում ենք մոտ 50 ուսանողներ, ուսանողական խորհուրդը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հետ համատեղ մենք երկրորդ օրն է արդեն գտնվում ենք Զորամասում, հիմա մենք գտնվում ենք դիրքերում, իսկ մեր ուսանողների մի մասն հենց հիմա կատարում է ինժեներական աշխատանքներ զինվորների հետ միասին։ Ես ցանկանում եմ, որպեսզի միշտ մեր սահմանները խաղաղ լինեն, մեր զինվորները խաղաղ քնեն, մեր ծնողներին, զինվորների ծնողներին համբերություն։ Մարտական դիրքերից ետդարձի ճանապարհն ասում էր նախկին բնակավայրերով, որոնք պատերազմի արդյունքում ավերակների են վերածվել։ Տեսարանը մտահոգիչ էր, սակայն դրա փոխարեն բարձր էր մարտական դիրքերից նոր իջած երիտասարդների տրամադրությունն ու տպավորությունները։ Այցելեցինք մարտական դիրքեր, բավականին տպավորված ենք մեր բանակի սպայական կազմի զինվորների խիզախությունից, նրանց մարտական ոգուց։ Իրոք բոլորս կարող ենք վստահ լինել, որ մեր սահմանները պաշտպանված են եւ մենք ապրում ենք խաղաղ պայմաններում եւ մեր ուսանողական խորհրդի տղաների անունից հավաստիացնում, որ հարկ եղած դեպքում մենք հաստատ կանգնելու ենք մեր զինվորի կողքին եւ նրանց հետ միասին պահպանել մեր սահմանները։ Գերհագեցած օրվա ավարտը տրվեց Զորամասի ակումբում զինվորների անզուգական կատարումներով, հայրենասիրական երգեր ու շուրջբար, եւ հենց այստեղ գիտակցում ես, որ հայ զինվորը ուժեղ է նաեւ իր ոգով։ Այցելության վերջին օրը վաղ առավոտյան մենք հրաժեշտ տվեցինք արդեն հարազատ դարձած Զորամասին ու զինծառայողներին եւ հեռացանք, խոստանալով կրկին վերադառնալ։ Իսկ ետդարձի ճամփան կրում էր առավել ճանաչողական բնույթ, որի ընթացքում ուսանողները շրջեցին մշակութային ու բնական հարստություններով լի Արցախում, եղան Բերդաքաղաք Շուշիում, Մոմ վառեցին Սուրբ Ղազանչեցոտ եկեղեցում, որ արցախյան պատերազմի ու հայի անկոտրում ոգու կանգուն վկան է։ Այսպես ավարտվեց մեր երրորդյա այցելությունը։ Մենք վերադարձանք Երևան, մեր հուշերում դաջելով անմոռաց մի էջ, գրված պայքարի ու պատերազմի միջով անցած եւ վերստին ազատագրված Արցախում։